Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր զարգացումներ, հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, չնայած հեռուստասերիալում լարված իրավիճակին։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները, ինչպես նաև հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամները պարբերաբար կիսվում են նոր տեսանյութերով ու լուսանկարներով, որոնք արվել են հեռուստասերիալի նկարահանման ընթացքում։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու ինտրիգային զարգացումները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիաները, որոնք լինելու են էլ ավելի լարված ու էլ ավելի ինտրիգային։ Վերջապես տեղի ունեցավ շատ սպասված Միքայելի ու Սոսի հանդիպումը, որին ներկա էր նաև Հենդոն։ Իհարկե, Սոսի անուն-ազգանունը փոխեց և Հենդոյի և Միքայելի դեմքի արտահայտությունները, բայց կա այնինչ կա։ Ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, շատ շուտով նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Սոսը երևում է բավական մեծ վնասվածքներով, իսկ դա նշանակում է, որ Սոսն ու Միքայելը իրենց ձեռքերին ազատություն են տվել։ Հնարավոր է արդյոք Սոսը հանդիպել է Աննային ու Միքայելը ականատեսն է եղել այդ ամենի ու որոշել է ձեռքերին ազատություն տալ, թե այլ մեկ բան ցույց կտա ժամանակը, բայց մինչ այդ հեռուստադիտողներին սպասվում է հետաքրքիր անակնկալ, ինչ է ծրագրել Հենրին, ինչ է որոշել անել և ինչ է պարզվելու շատ շուտով, կիմանաք եթե միանաք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված հաջորդ տեսանյութը, որը լի է լինելու անակնկալներով և հեռուստադիտողները հաճելիորեն զարմանալու են։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը հեռուստասերիալի ու հեռուստասերիալում նկարահանվող դերասանների մասին։ Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին ու մաղթում ձեզ բարի դիտում։ Եթե ունեք մեր այս էկրանային զույգի հետ կապված հարցեր, կխնդրեմ, կթողնեմ պատուհան, կխնդրեմ գրեք ձեր հարցերը, ինչու՞ չէ նաև ձեր լավ խոսքերը, եթե կարծում եք, որ սիրուն էկրանային զույգ ենք, տենց չէր ասում։ Ինչ է ասում, ենքան երկար ասած մոռացա է, ինչ պիտի ասեմ։ Ես միշտ իմ տեքստերը երկարացնում եմ, խառնվում եմ իրար։ Ասա։ Ինչ ասեմ, ինձ ես խոսում այ բրտուճը, մարդ չգիտի էլ ինչ ասեմ։ Ռեպ ենք արդեն։ Իրական նկարահանումն ենք վերջացրել, դուրս ենք եկել։ Այս ջենտլմեն երիտասարդը սուրճ հյուրասիրեց։ Հյուրասիրեց բոլոր Սահաստավին, ուղղակի ամեն մեկի իրենց կոֆեները վեկալին ու կոփան։ Մենք էլ քայլում ենք դեպի ավտո։ Քայլում ենք դեպի մեքենա։ Բոլորիդ լավ օր։ Մի օր մի այդպես եմ մոտեցել ինձ ասում Ազիզ ջան, դուք մակիաժը տով անում, իրան փոխի, քեզ գեշացնում է, չի կարողանում լավ անի, նորմալ ճաշակով, մակարդակով։ Դե քանի որ ես շատ երկար սպասել էի իր բովանդակալից կարծիքին, մտածում եմ ինքս ինձ ումով փոխարինեմ ամեն օր լավ ու մոտ գնա։ Սպիտակ։ Միայն քեզ նորեն Կարմիր կեն։ Չկամենա նա վերստին քեզ տանջե իրականում 3D ակնոցը այս դնում ես ու տեսնում ես ոնց է գրում Արամ Խաչատրյանը, նստում է վերակենում, հետո նստում է սկսում է նվագել, ժողովուրդ շատ հավես է ու նորություն ոչ մի տեղ չկա սենց բան, ոչ մի թանգարանում ես սենց չեմ տեսել, մեկ էլ Փարաջանովի թանգարանում մի հատ հավես 3D էֆեկտ կա, դա լավ կարող եք էլ գնալ, բայց անպայման մանավանդ եթե ունեք փոքր երեխա, բերեք թող վայելի վճարովի ծառայությունա, բայց շատ հավես է, ոնց որ իրականում տեսնում ես այդ մարդուն դիմաց հետ, անպայման եկեք, մերսի շատ, հաջողություն, անպայման։
Հիմա գտնվում ենք Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում։ Փաստորեն վերջին 10 տարին Ավետիք Իսահակյանը ապրել է այստեղ, իսկ ես անգամ չգիտեի, որ այստեղ է Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը, որովհետև ես գիտեի Գյումրիում է։ Մի հատ նայեք ինչ հավես այգի է այստեղ, ասենց հավես։ Իսահակյանն է իր հետ կանոն։ Անկյունի կա, սիրուն ծաղիկներով, մի խոսքով գժական, շատ սիրուն է։ Գնանք հեսա տեսնենք ներսը ինչեր կան։ Բարև բոլորին, այսօր համեմատած ինձ մի քիչ լավ եմ զգում ու չէի կարող բաց թողնելս հրաշք եղանակին դուրս գալու հնարավորությունը, դուրս եմ եկել մի փոքր քայլ եմ գնամ տուն, փաստորեն ինձ մյուս շարքի հակաբիոտիկները օգնեցին, ոտքի կանգնացրեցին, եկել եմ շնորհակալություն հայտնեմ անսահման բոլորիցդ, անկեղծ եմ ասում, այդքան ջերմ խոսքեր, այդքան առողջության մաղթանքներ, որ դուք եք ինձ գրել, ծանոթ, անծանոթ, սիրում եմ բոլորից շատ ու ձեզ վստահեցնում եմ, որ հենց այդ խոսքերը նույնպես այդքան լավ էներգիան, այդքան ջերմությունը նույնպես ինձ ոտքի կանգնեցրեց, շնորհակալ եմ շատ, ապրեք, գրկում եմ բոլորիդ, պաչիկներ եմ անում, արդեն լավ եմ, վերադառնում եմ իմ սովորական կյանքին։ Թե ժողովուրդ ջան, ոնց որ ամեն օր, տենց էլ այսօր էլի կռվի մեջ եմ ընկել, նայեք, այս անգամ մի քիչ ավելի լուրջ կռիվ է։ Էդ է իմը։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ, նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տփում, կամ ինձ եմ տփում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։